Հանուն փոփոխությունների կոալիցիայի առաջնորդներից մեկի Նիկա Մելիայի խափանման միջոց գրավը փոխարինվել է կարանքով։ Որոշումը կայացրել է Թբիլիսի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն։ Խափանման միջոցի փոփոխության պատճառը գրավի չվճարումն էր։ Դատավորի խոսքով Նիկա Մելիան դիտավորյալ չի վճարել գրավը։ Ըստ վերջինիս գրավի վճարման ժամկետը լրացել է։ Սրա հետ մեկտեղ, ինչպես դատավարության ժամանակ հայտարարել է Իրակլի Շվանգիրաձեն, Նիկա Մելիայի անունով գրանցված է անշարժ գույք եւ նա կարող էր դրանով ապահովել գրավի վճարումը։ Դատավորը նիստին նաեւ նշել է, որ դատարանը հաշվի է առնում նաեւ մեղադրյալի վարքագիծը։ Իրակլի Շվանգիրաձեի խոսքով Նիկա Մելիան օրինապահ քաղաքացի չէ։ Իգիտություն, ապրիլի 29-ին Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 50,000 լարի չափով գրավ խորհրդանի ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար։ Ժամանակավոր քննչական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատախազությունը Մելիային մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը վերաբերում է Վրաստանի խորհրդանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելուն եւ պատժվում է տուգանքով կամ մինչեւ 1 տարի ժամկետով ազատազրկմամբ, պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչեւ 3 տարի ժամկետով։ Նիկա Մելիայի գրավի ժամկետը լրացել է մայիսի 29-ին։ Հիշեցնենք, որ Նիկա Մելիան վարչական կարգով ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից 3 մայիսի 29-ին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով նա ձերբակալվել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը վերաբերում է իրավապահ մարմինների աշխատակցին բանավոր վիրավորելուն եւ կամ այլ վիրավորական գործողություններ կատարելուն, ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված։ Ընդդիմությունը Նիկա Մելիայի կալանավորումը որակում է որպես բռնաճնշումների շարունակություն։ Ոմանք ասում են, որ սա վկայում է վրացական երազանքի վախի մասին։ Զուգընթաց Սալոմե Զուրաբիշվիլին դիմադրության հարթակի անդամների հետ միասին արտասահմանյան գործընկերներին տեղեկատվություն է տրամադրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Իսկ իշխող կուսակցությունից պարզաբանում են, որ օրենքը պետք է գործի բոլորի համար եւ Մելիան կալանավորվել է օրինական պահանջին չընթարկվելու համար։ Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն անդրադարձել է Նիկա Մելիայի ձերբակալությանը։ Հակաամերիկյան վրացական երազանքի ռեժիմը ձերբակալել է ընդդիմության գլխավոր առաջնորդ Նիկա Մելիային նույն կեղծ մեղադրանքներով, ինչ ընդդիմության դեմ նախորդ հարձակումների ժամանակ։ Ակնհայտ է, որ ընդդիմության լիակատար արգելք է սահմանվում երկիրը Չինաստանին վաճառելու համար։ Լուծումը պատժամիջոցներն են, գրել է Ջո Ուիլսոնն իր սոցիալական էջում։ Եվրախորհրդանի անդամ Ռասա Յունկևիչն էլ անդրադարձել է Նիկա Մելիայի ձերբակալությանը։ Վրաց ընդդիմության եւս մեկ առաջնորդ Նիկա Մելիան ձերբակալվել է փողոցում, իսկ անցյալ շաբաթ Զուրաբ Ջափարիձեն Վրաստանում իրավիճակը վատթարանում է։ Եվրամիությունը եւ դրա անդամ երկրները պետք է գործեն։ Կարդում ենք նրա հայտարարության մեջ։ Մզիա Մաղլոբելի գործով էական լսումները շարունակվում են, հարցաքննվում են պաշտպանական կողմի վկաները։ Նրանց թվում են Բաթում Էլեբի հրատարակչության լրագրողներն ու ցույցի մասնակիցները։ Նիստին մասնակցում են Ֆրանսիայի փոխդեսպանը եւ ադրբեջանցի լրագրող Ավղան Սադիգովը, որը ապրիլի 17-ին ազատ է արձակվել բանտից եւ Բաթումի է մեկնել հենց նշված գործընթացին ներկա լինելու համար։ Իսկ նիստի մեկնարկից առաջ շենքի բանկում անցկացվել է բողոքի ցույց։ 2004-2008 թվականներին Վրաստանի բռնագրաված տարածքներում ստեղծված իրավիճակ եւ օգոստոսյան պատերազմի հետևանքով լրացուցիչ տարածքների կորուստ։ Այս հարցերը քննարկվել են այսօրվա ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստում։ Լսել են 4 անձի։ Հանձնաժողովի հարցերին են պատասխանել Սիմոն Գասպիանին, Թորնիկե Գերլիանին, Նոնա Ղաուլաշվիլին ու Փրիդոն Զոիձեն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը ծավալուն նամակով անդրադարձել է Ֆրանսիայի եւ Լեհաստանի դեսպանատների հայտարարություններին։ 3 վայմարյան եռանկյան անդամ Լեհաստանի ու Ֆրանսիայի դեսպանատները ստիպել են իրենց քաղաքացիներին 100 անգամ մտածել Վրաստան գալուց առաջ, իբր այն պատճառով, որ Վրաստանի սահման մուտք գործելուն արգելք դնելու վերջին դեպքերն են։ Շատ մտահոգիչ է, որ վրացական քաղաքականության վրա անհաջող հարձակումներից հետո մենք այժմ ականատես ենք լինում վրացական տնտեսության վրա հարձակումներին։ Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է մեր ժողովրդի բարեկեցության աճի համար եւ դրա վրա անհիմն հարձակումը հարձակում է վրաց ժողովրդի բարեկեցության ու մեր ազգային շահերի վրա։
Իրականությունը իհարկե բոլորովին այլ է այն ընկալումից, որը նման հայտարարությունները փորձում են ստեղծել։ 2024-2025 թվականներին Վրաստանը մերժել է սահմանը հատել ընդհանուր առմամբ 9 լեհ քաղաքացու, իսկ Լեհաստանը Վրաստանի 1250 քաղաքացու։ Նույն ժամանակահատվածում մուտքը մերժվել է Ֆրանսիայի 16 քաղաքացու համար, մինչդեռ Ֆրանսիան մերժել է ընդունել Վրաստանի 145 քաղաքացու։ 2024-2025 թվականներին Վրաստանը սահմանը հատելու մերժում է տվել ընդհանուր առմամբ Եվրամիության 184 քաղաքացու, մինչդեռ Եվրամիության երկրները մերժել են Վրաստանի 4825 քաղաքացու, ինչը նշանակում է, որ Եվրամիության անդամ երկրներից սահմանը հատելու մերժումները 26 անգամ ավելի շատ են եղել։ Նշված է հայտարարության մեջ, որտեղ Շալվա Պապուաշվիլին մանրամասն վիճակագրություն է ներկայացնում, շեշտը դնելով արտաքսման վրա։ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թբիլիսիում գտնվող ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնսի հետ։ Զրույցը վերաբերել է ԱՄՆ-Վրաստան հարաբերություններին, Վրաստանի դերին տարածաշրջանում, ինչպես նաև երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է կառավարության պատրաստակամությունը վերականգնելու հարաբերություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ թարմացնելու ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված կլինի կոնկրետ ճանապարհային քարտեզի վրա ու շոշափելի արդյունքներ կբերի երկու երկրներին էլ։ Հանդիպման վերաբերյալ Իրակլի Կոբախիձեն սոցիալական իր էջում գրել է. Ես շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Մենք քննարկել ենք Վրաստան-ԱՄՆ ամուր գործընկերությունը, խոսել առկա քաղաքական համատեքստի շուրջ։ Ես ևս մեկ անգամ հաստատել եմ իմ կառավարության անցնասան դիրքորոշումը, որը մենք պատրաստ ենք վերականգնել եւ թարմացնել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ։ Հիշեցնենք, այցի շրջանակներում սենատորը պատրաստվում է հանդիպել քաղաքական կուսակցությունների հետ ևս։ Դեսպանատան հայտարարության մեջ նշված է, որ զրույցի ժամանակ անդրադարձ կկատարվի ներքին ու արտաքին հարցերին, այդ թվում օրենքի գերակայության եւ բիզնեսի ու օտարերկրյա ներդրումների առաջնահերթություններին։ Դենսը կներկայացնի նախագահ Թրամփի եւ պետքարտուղար Ռուբիոյի գլխավոր առաջնահերթությունները։ Սենատոր Դեյնսն անդրադարձել է Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը։ Նա իր սոցիալական էջում արել է հրապարակում, որում նշել է, որ ուրախ է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպելու հնարավորության համար։ Քննարկվել են ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդումը։ Սենատորը վերահաստատել է Վրաստանի կարևոր դերը Կովկասում ու դրանից դուրս խաղաղության եւ բարգավաճման խթանման գործում։ Նա խստորեն խրախուսել է Վրաստանին սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի ու նրա վարչակազմի հետ ընդհանուր տնտեսական եւ անվտանգության շահերը առաջ մղելու համար։ Ամերիկան քննարկում է Ռուսաստանի պահանջը դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև Վրաստանին եւ Մոլդովային։ Այս մասին հայտարարել է Քիթ Քելոգը։ Մենք Ռուսաստանին ասում ենք, որ կարող ենք քննարկել ձեր սահմանին ընդլայնումը դադարեցնելը։ ABC News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչը։ Քիթ Քելոգը հաստատել է Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը խոստանալ Պուտինին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, եթե նման պահանջը դառնա պատերազմ դադարեցնելու պայման։ Քելոգի խոսքով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ, եւ այս դիրքորոշումը կիսում են դաշինքի առնվազն 4 անդամ պետություններ։ Վրաստանի տնտեսությունն աճել է 7.5%-ով, իսկ 2025 թվականի առաջին 4 ամիսների միջին ցուցանիշը կազմել է 8.8%։ Այս մասին հաղորդում է ազգային վիճակագրական ծառայությունը։ Տնտեսական աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն ու հաղորդակցություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, հանքարդյունաբերություն, անշարժ գույք, տրանսպորտ ու պահեստավորում։ Նվազման միտում է նկատվել շինարարության եւ արտադրության ոլորտներում։